Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Իրավունք թերթը գրում է, նախօրեին բոլոր ԿՊԱ-ականները շեֆից նամակ են ստացել, ողջունել ընտրությունների արդյունքները, հղում անելով ժողովրդավարության հաղթանակին։ Բոլորին անխտիր իջեցված հրահանգը պետք է ի կատարածվի, հակառակ պարագայում վերջիններս լավ գիտեն, թե ինչ անակնկալներով լի է շեֆին չընթարկվելը։ Ասում են ԿՊԱ-ականներից շատերը ավելին, անգամ նրանց հարազատներն այդ նյուանսները լավ հասկացել են, նաև որ ընտրությունների արդյունքներն ի հայտ գալուց հետո սկսել են յուրայիններին համոզել, որ լավ գցեն բռնեն, թե արդյոք թռնելու ժամանակը չէ։ Իրավունք թերթը գրում է, Գյումրի եւ Փարաքարի թիմ ընտրությունների արդյունքները կոնտրոլից դուրս են բերել Նիկոլ Փաշինյանին։ Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն վերջինս գիշերը հերթական զոհերի ցուցակ է պատրաստել։ Դուք տենց իմ անունի հետ խաղաք, դե ժերտվա տալ չեք տեսել, Աղազարյանին երանի եք տալու, որոշ սուտի նվիրյալներ, ըստ աղբյուրների մտմտում է Փաշինյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԿՊ-ի հետ կոալիցիա կազմած գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200,000 դրամի չափով։ Բանն այն է, որ 2025 թվականի մարտի 14-ին քննելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի կողմից հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված 2024 թվականի պաշտոնական պարտականությունները դադարեցնել օրվա դրությամբ արկա գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագիրը հանրային ծառայության մասին օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, անիվ հիմնադրամի մոտ 25 միլիարդ դրամի փոշիացման գործով։ Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին, ասելով, եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ, սկսելով Նիկոլ Փաշինյանից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Մելիք Բեկյան Նիկողոսյան զույգի տարիների անփառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկոր են հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու ՀՖՖ ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետև ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։ Այլ հարց է UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերնիի գործոնը, մեծ տեղեկություններ են ասում, որ Մելիք Բեկյանը գլուխ է գովում ամենուր, որ Չեֆերնին իր ընկերն է, դրանով թերևս ավելացնելով իր կշիռը կառավարությունում։ Հաստ օրաթերթը գրում է, Ադրբեջանը շարունակում է պահպանել սահմանային լարվածությունը, ապա տեղեկատվություն տարածելով, թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը հարավային եւ հարավ-արևելյան ուղղություններով, որոնք մշտապես հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ավելին, ՊՆ-ն 3 հայտարարեց, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, անհետ կորած զինվորների ծնողները 3 ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, եւ Մեհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի տնօրենն է եղել։ Օրաթերթի ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ընթացքում ծնողները պահանջել են, որ ԿՊԱ-ական այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայանա Մեհեր Բիշարյանի հետ եւ պատասխանի իրենց հարցերին։ Հրապարակ օրաթերթը գրում է, Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ԿՊ-ում շոկի մեջ են։ ԿՊ վերնախավը միջև լուսաբաց արթուն է եղել, ոմանք Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները Երևանում։ Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերևից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրև ազատ արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները, սակայն Գյումրիում ԿՊ-ն ակնկալել է, որ 50+1 կձգի, քանի որ դասական հայկական ընտրություններ էին կազմակերպել։ Հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով
վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում, հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանությունների այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված, որ գրեթե կրկնակի շատ ընտրող էր մասնակցել 2021-ի թիմ ընտրությունների համեմատ։ Փաստ օրաթերթը գրում է. օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա նվիրված Հայաստանի ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Երիտասարդները ակցիայի շրջանակում քաղաքացիներին տեղեկություններ են տրամադրել այն հնարավոր կործանարար հետևանքների մասին, որոնք կազմակերպիչների կարծիքով կարող են սպառնալ Հայաստանի ԵՄ անդամակցության դեպքում։